Լսում եմ։ Արսինե, ես մարդ եմ գտել, որ զբաղվում է այս գործով։ Միայն քեզ մի խնդրանք ունեմ։ Ինչքան հնարավոր է ձգձգի ամեն ինչ։ Ինչի, ես ժամանակ չունեմ։ Արսինե, ես ասում եմ քեզ, օգնում եմ ամեն ինչով, ինչ հնարավոր է, բայց կարող ես ժամանակ շահել։ Մի փոքր խնդիրներ կան։ Ինչ։ Մի կողմում հայտնի ընտանիք է, ու այս գործը մեծ հնչեղություն կստանա։ Ես գիտեմ։ Արսինե, ինչ հնարավոր է անում եմ քեզ համար, ու խնդրում եմ, որ ձգձգես, ժամանակ շահես։ Չեմ կարող։ Իսկապես չեմ կարող։ Դու չես լսում ինձ։ Լևոն, լսում եմ, ընդունում եմ, հասկանում եմ, բայց իսկապես ժամանակ չկա։ Ոնց ես։ Վատ։ Ինչ ա եղել։ Դե մինչև երբ եմ կալանա, որ նման է ստանը փտելու։ Ուզում եմ դուրս գամ, մարդկանց երես տեսնեմ։ Ինչքան կարելի է սենց։ Ում ես ուզում տեսնես։ Ես ինչքան գիտեմ, դու ունես լիքը թշնամիներ։ Մնացածն էլ քո հակառակորդներն են։ Ես չեմ հասկանում, ասա, բացատրի հասկանամ, ում ես ուզում գնաս տեսնես։ Չունի ում։ Մարդկանց։ Ուզում եմ վերադառնամ իմ նախկին առօրյային։ Ինչքան կարամ 4 պատի մեջ փակված մնամ։ Մի քիչ համբերի։ Քիչ մնաց։ Ինչքան։ Շողեր, ուրեմն դու շուտով կվերադառնաս այն տունը, որտեղ որ ապրում էիր, ու դու քո ձեռներով բոլորին դուրս կշպրտես այդ տնից։ Ու հետո նույնը կանես քեզ պատկանող ընկերությունում։ Ու այդ ժամանակ աշխարհը քո շուրջը կպտտվի։ Դու իսկականից այդ անելու ես։ Դու անելու ես նենց, որ ես գնամ իմ տուն։ Դրա համար ասում եմ, քիչ մնաց։ Եթե այդպես լինի, փաստորեն մամայի կյանքը իզուր չի անցել, որովհետև այն ինչի համար ինքը պայքարում էր, իսկ ինքը պայքարում էր նրա համար, որ ես հասնեմ իմ ուզածին, իրա ուզածին, ունենամ այն ամեն ինչը, ինչ որ օրենքով ինձ է պատկանում։ Եթե դա իրոք տենց է, փաստորեն մամայի կյանքը անիմաստ չի անցել։ Ու եթե դու անես այն ամեն ինչը, ինչ որ ինձ խոստանում ես, ես կփոխեմ կարծիքս քո մասին։ Ու այդ ժամանակ չես ամաչի, որ հայրդ եմ։ Ստացվում է, որ ես քո հայրն եմ, բայց պայքարում եմ քո ազգանունը պաշտպանելու համար։ Ուրիշի ազգանունը։ Մենք բան էինք պայմանավորվել։ Բայց ինչ-որ բան չի էլ փոխվել։ Ասել եմ անում եմ։ Ուրեմն կանեմ։ Հալո։ Ավետ պետքա հանդիպենք, շատ կարևոր է։ Ես ժամանակ չունեմ, ինչ կա ասելու, սենց ասա։ Պետքա առերես հանդիպենք, քո համար եմ ասում, հեռախոսով չեմ կարող խոսել։ Կհանդիպենք, կասեմ ամեն ինչ։ Լավ, կգամ քո մոտ։
Հա, ասեց գործեր ունեմ։ Քեզ անիմաստ նեղացրել եմ։ Դավուդ, արի մոռանանք այդ ամենը։ Կարևորը որ հիմա հետս ես ու էլ այդ վատ հայացքով չես նայում ինձ։ Վատ հայացքով էի նայում։ Շատ։ Նույնիսկ վախենալու։ Ինձ նայ։ Երջանիկ ես։ Հա։ Ասել եմ, չէ, որ ինձ ուրիշ բան պետք չի։ Ասել ես։ Ասա տենամ էդ ինչ էիր ասում, պիտի ասես, որ հեռախոսով չկարացար։ Ասելիքս երկարա։ Հուսով եմ հաճելի նորություններ են։ Որպեսի գործ հարուցվի ժառանգության ճանաչման համար, պետքա լինի դիմում։ Այսինքն ինչ պիտի անենք։ Պետքա ինչ-որ մեկը, տվյալ դեպքում աղջիկդ, գնա դատարան ու դիմում ներկայացնի, ժառանգությունը ստանալու համար։ Առանց հայցի վարույթ չի բացվում։ Դա կարող է անի շողերը, ով իրավաբանորեն ոչ մեկ չգիտի, որ քո աղջիկն է։ Ինքը փաստաթղթերով Աշոտի աղջիկն է, չէ՞։ Ռշտունի է։ Երբ հա պետք այդ արվի։ Թեկուզ վաղը շողերը կարա գնա դատարան ու դիմում գրի։ Ներկայացնի, որ պապի ու հորեղբոր մահվանից հետո կտակ չկա։ Ու ինքն է ուզում ամբողջ ունեցվածքի նկատմամբ իրավունքները ստանա։ Զուգահեռ պետքա նշի մանրամասները, թե ովքեր են ապրում այդ տանը ու ինչ հավակնություններ ունեն։ Դե այդ պարզ է։ Եթե պարզը անցնենք ինձ հուզող թեմային, Միլային։ Լավ է։ Խնդրում եմ ավետ, ես ուզում եմ, որ Միլային բաց թողնես, հիմա։ Ես քեզ ասել եմ, որ այդ թեման չեն քննարկում ու այդ թեման փակ է։ Ավետ ես գործը սկսել եմ, գործը ընթացքի մեջ է, քեզ խոսք եմ տվել, կեսից հետ չեմ կանգնելու։ Խնդրում եմ, Միլային բաց թող, ասել եմ, տանս տեղն էլ գիտես, ամեն ինչ գիտես։ Ուրեմն Միլային բաց կթողեմ այն ժամանակ, երբ որ գործդ ավարտին կհասցնես։ Ես վաղուց էլ մարդկանց չեմ վստահում, սեփական փորձից եմ ասում։ Դու իրավունք չունես իմ հետ այդ տոնով խոսաս։ Ամբողջ կյանքս քեզ եմ նվիրել։ Դու իրավունք չունես ինձ մեղադրելու, ավետ։ Ամեն ինչ արել եմ քո ցանկությունների, պահանջների իրականացման համար։ Լավ ես արել։ Այդ առաջ էր։ Դե առաջ ուրիշ էր։ Արսինե, ես քեզ չեմ ների մենակ նրա համար։
որ ինձ դավաճանեցիր ու Միլային տարար, պահեցիր քո տանը։ Ինչ չէիր ասում ուրա, իմանալով, որ ման եմ գալիս։ Իսկ առաջ ինչ եղավ։ Հիմա մենք ունենք ընդհանուր շահեր։ Ես իմ, դու քո։ Ինչ տականք ես դու։ Ես ընդամենը պաշտպանել եմ մի անօգնական աղջկա։ Եթե դու դա համարում ես դավաճանություն, ուրեմն դու հոգեկան հիվանդ ես, Ավետ։ Իրականում Միլան փոքր աղջիկ չի, մեծ աղջիկ է, ամեն ինչ լավ հասկանում է։ Հետո իմ մոտ են սրտաճմլիկ տեսարաններ մի սարքի, վրեժ չի ազդում։ Ավետ, խնդրում եմ ուշադիր եղի Միլայի նկատմամբ։ Ինքը հիմա շատ թույլ է։ Իրա հետ խոսալուց, իրա մոտ մտնելուց, խնդրում եմ, ուշադիր եղի։ Սա ընդունի որպես անձնական խնդրանք։ Ուրեմն Միլան իր համար ապրում է հանգիստ, քնում է, արթնանում է, իրան շատ լավ ազգում։ Միլայի հետ գործ չեմ ունենա այն ժամանակ, երբ որ դու գործը կվերջացնես, ոչ քո հետ, ոչ էլ Միլայի, կապ չեմ ունենա։ Ինչ ասեմ։ Եթե ես կամ մեր իրար հետ ապրած ժամանակը քո համար ինչ-որ ձևով թանկ ա եղել, խնդրում եմ, Միլայի մոտ մտնելուց, իր հետ խոսալուց միշտ հիշի, որ ես ու դու կարող ենք այդ տարիքի երեխա ունենալ։ Ու հիմա ինքը կարող էր լինել անօգնական ու օտարների բախտի քմահաճույքին հանձնված։ Ես սիրտս խառնում է, ներվերից վրա ազդում է, որ սրտաճմլիկ բաներ ես փորձում անել։ Ինչ ես ուզում, ես քարից եմ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, իմ վրա ոչ մի բան չի ազդում։ Ինչի ես ուզում, ինչ որ խիղճ արտասնես, որ չկա։ Ինչ հրեշ ես դու։ Ամեն օր անիծում եմ այն օրը, որ դու հայտնվեցիր իմ կյանքում։ Եթե վերջացրեցիր, ես գնամ։ Մեկ էլ մի բան։ Գնալուց առաջ, եթե դեղեր ունես փոխանցես, որ Միլան խմի, կարաս տաս փոխանցեմ, պրոբլեմ չկա։ Ես չգիտեմ ինչի վանդա Միլան։ Իսկապես չգիտեմ։ Մենակ գիտեմ, որ այս քանի օր իրան վատ էր զգում։ Ու հաստատ չէր խաբում։ Բայց ինչ ես որ անեմ։ Գնա տես ոնց է։ Ինչ դեղեր ա պետք չգիտեմ, ինչ որ պետք է ես կառնեմ կուղարկեմ մենակ ասա։ Լավ։ Մտածում եմ ոնց է կարողացել ինձ այսքան խաբի։ Չէ, դե ստացվում է, որ այսքան ժամանակ ձեր մեջ ոչ մի բան չի եղել։ Այդ ասում ես, որ ուրախանամ։ Չէ, ինչի ուրախանաս, ասում եմ, որ իմանաս։ Որ այդ շիզոֆրենիկին դու ոչ մի բան պարտք չես։ Որ այս ամեն ինչը սարքած է եղել, հորինած է եղել։ Չասեմ։ Գիտես ինչն է։ Ավելի վատ իմ համար։ Երբ որ գիտես, որ մի քանի հոգի դրա մասին գիտեր։ Այսինքն այդ մարդկանց մոտ ես հիմար է, էլի։ Ծիծաղում են այդ մարդիկ թաքունին վրա։ Ոչ մեկ քո վրա չէր ծիծաղում։ Հանգստացի մի հատ։ Էլան ինչի շուտ չասեց ինձ։ Հասանք էլի, հիմա Էլանա չեմ եղավոր։ Հիմա այս հարևանի աղջիկը գասի հղի եմ քեզից պետք է ամուսնանաս։ Ծիծաղը։ Մեծացել ես այկ։ Ապրես։ Բայց նենց մի արա, հա ինձ ապուշ զգամ։ Գիտես ինչի։ Որովհետև ոչ մեկ բացի քեզանից մեղավոր չի, այս պատմության մեջ։ Լավ։ Գիտեմ ու դրա համար էլ սիրտս հիմա պայթում է։ Գիտես ինչ եմ ուզում անեմ։ Ուզում գնամ իմ ձեռով խեղդը, մի բան անեմ, մի վնաս տամ, որ հանգստանամ։ Հազիվ մեր մոտ ամեն ինչ հարթ է։
Մենք չունենք խնդիրներ, ու դու նորից արկածներ ես փնտրում։ Արամ, դու պետքա շողրին մոռանաս, եթե չես ուզում, որ նոր խնդիրներ առաջ գան։ Նոր խնդիրներ առաջ գալու են, բայց գիտես ում համար։ Իրա ու իրա հոր։ Ու ես քեզ դա խոստանում։ Խոսքս հիշի։ Իրանց համար շատ ու շատ խնդիրներ առաջանալու։ Արամ, Արամ։ Ուրիշ տեղ չկա նստել, ես սառը գետնի վրա ես նստել։ Բա որտեղը տա ցավում։ Ինչ հիվանդ ես։ Չգիտեմ։ Բա ում հարցնենք, ով գիտի։ Ընդհանուր թույլ եմ։ Սիրտս ախառնում, չգիտեմ ինչ այդս կատարվում, լավ չեմ։ Իսկ ինչ դեղ բերեմ, որ խմես։ Ասենք նախկինում որ sense բաներ ա եղել, ինչ ես խմել որ անցել ա։ Չի եղել sense բան առաջ անգամ։ Ուրեմն բան չկա։ Կանցնի։ Մի հատ հեսա որ չայ խմես կանցնի։ Հա մեկ էլ մի բան։ Ասա ավետ։ Իրան ասա, ինչքան շուտ գործը վերջացնի, այնքան շուտ ստեղից դուրս կգաս։ Իսկ թվում ա լսեց։ Հիմա ինչ ա եղել աղբերս։ Լավ գիտեմ, չափանցնում եմ արդեն իմ խնդրանքներով։ Բան չկա ասա, ես քեզ շատ եմ պարտում։ Ես այդ նկատի չունեի։ Կխոսաս։ Լավ, ես Ելենայի հետ իմ հարցերը պետք է լուծեմ։ Այդ արդեն լավ է։ Ու դու ինձ այդ հարցով պետք է օգնես։ Ու քանի որ Եվան հիվանդ է, չեմ ուզում իրան մենակ թողնեմ։ Մենակ հարցեր չտաս, խնդրում եմ, թե ինչի համար չեմ ուզում թողնեմ մենակ։ Ես հասկանում եմ։ Դե դրա համար էլ խնդրում եմ քեզ, որ դու իրան տանես հիվանդանոց։ Օգնես իրան իմ փոխարեն։ Ես չեմ ուզում իր հետ հանդիպեմ, պատճառը դու լավ գիտես։ Կանեմ։ Ապրես։ Դու Ելենի հետ քո հարցերը լուծի, մնացած ինչ կա ես կանեմ։ Դու իսկականից շատ մեծ բան ես անում իմ համար։ Աշնես տպավորություն է, որ ես ամեն ինչ անում եմ, որ դու Ելենը բարիշ եք, տենց ոնց որ ամուսնության բյուրոյի աշխատող լինեմ։ Եվ սենց տենենց ես ու Ելենը բարիշելու ենք։ Դու մենակ Եվային օգնի։ Վստահ ես, որ այդ Եվան հիվանդ է։ Չէ, վստահ չեմ, դրա համար ուզում եմ, որ դու գնաս իր հետ հիվանդանոց։ Տեսնես ինչ են ասում։ Կողքը լինես։ Դրան կարճ մի բառով են ասում։ Դայակություն։ Տենց մի բան։ Կանեմ դու հանգիստ եղի։ Ապրես։ Հա, Վանյա։ Կանչեցի ստեղ, ասեցի ստեղ հանդիպենք, որ հետո չասես տնից դուրս չես գալիս։ Դա ինչ տարբերություն։ Մեկա դուրս եմ գալիս, մենակ քեզ եմ տեսնում։ Ես լրիվ մենակ եմ։ Ուրեմն մի քիչ համբերել է պետք։
Այս գործը սիրում է հանգիստ։ Երբ որ ամեն ինչ կլինի մեր ուզածով, այդ ժամանակ շուրջդ քառապատիկ ավել մարդ կհավաքվի։ Ու հետո մի օր կհասկանաս, որ ես ամեն ինչ անում եմ քո համար։ Իսկ ինչի համար ես ինձ կանչել։ Ուրեմն պիտի դատարան գնանք։ Ինչի համար։ Պիտի գնանք դատարան։ Դիմում գրես ժառանգության համար, որ գործը բացվի։ Ամեն ինչ այդքան լուրջ է։ Շողեր, փողը երկնքից չի թափվում։ Պիտի պայքարենք, պիտի ամեն ինչ անենք, որ լինի դատարանով, օրենքով։ Ինչա պետք անել։ Գնում ենք դատարան, դիմում ենք գրում, ավելի շուտ դու ես գրում, որ հայրդ, մայրդ, որ եղբայրդ մահացել են։ Ու դու լծակ ես ուզում ստանաս կարողությունը տնօրինելու, ամեն ինչ քո անունով դարձնելու, որ կտակ չկա, ու դու ուզում ես, որ գործը լինի այլ ընթացակարգով։ Իսկ Վարդն ու Աշոտը։ Ուրեմն եթե ուզում ենք ամեն ինչ լինի մեր սրտով, պիտի պայքարես, պիտի կռիվ տաս։ Այդ տան միակ օրինական ժառանգը դու ես։ Ոչ ոք չգիտի, որ դու իմ աղջիկն ես։ Բոլորը գիտեն, որ դու ռշտունի ես։ Ճիշտ է, ինչքան էլ իմ համար խորթ է այս ամեն ինչը, բայց ես առաջնորդվում եմ մորդ սկզբունքով, որ քո համար ամեն ինչ լավ լինի։ Աշոտն էլ կա, որդեգրված է, ինքն էլ իրավունք ունի։ Ես չեմ ուզում Աշոտը ինչ-որ բան ստանա։ Դրա համար էլ ես կամ, ես տեղ եմ ու ամեն ինչ քո համար եմ անում։ Ասա Վանյան, ինչ տա բանկը։ Հաշո դատարանում մի ծանոթ տղա ունեմ, զանգեց ասեց, որ շողերը դիմում է գրել։ Հասկանում ես, չէ՞ ինչ դիմում է։ Ուզում է որ գործ բացեն, քանի որ կտակ չկա, ինքը ուզում է իր բաժինը ստանա։ Ու ամենաբարդը գիտես որն է, որ ինքը համարում է ամբողջն է իր բաժինը։ Բան չունես ասելու։ Ինչ ասեմ Վանյան։ Կխաբեմ, որ ասեմ զարմացա։ Ես վաղ թե ուշ սպասում եի սրան։ Հասկացա, բայց ինչ ես ուզում անել։ Ինչ պետք է անեմ։ Այն ինչ նախատեսված է օրենքով։ Հաշո դու հասկանում ես, որ շողերը մենակ չի։ Ինչ որ մեկը իրան օգնում է, ինքը մենակ չէր կարող անել։ Համաձայն եմ քո հետ։ Իրանն ինչ որ մեկը ուղղություն է ցույց տալի։ Ու ինքը կանի։ Ես այդ հասկացա այն ժամանակ, երբ ինքը սկսեց իր կորցրածի համար պայքարել, կռիվ տալ։ Բայց ես չեմ մեղադրում իրան։ Ինչքան ուզում է, թող պայքարի։ Լավ, իսկ դու Աշոտ, հասկացա, որ օրենքով ես ուզում ամեն ինչ լինի, բայց դու ինչ գիտես, ինչ ապացույցներ ունեն, ինչ փաստեր ունեն։ Ոնց ես դու գնալու այդ ամբողջի դեմ։ Իմ դիրքորոշումը նույնն է։ Ինչ իմ հոր ցանկությունը։ Պապան ուզում էր, որ այդ ամեն ինչին մենք տեր կանգնենք։ Ու մենք տեր կկանգնենք։ Ես ու Վարդը։ Ես էդ էի ուզում լսել։ Վարդի հետ խոսացել ես։ Հա, խոսացել եմ։ Իմ հետ է։ Շողը իր ճշմարտությունը ունի, մենք մեր։ Տեսնենք ինչ կլինի։ Ես կողքիդ եմ, դու այդ գիտես։ Գիտեմ, Վանյան։ Շողերը երևի մտածում է, որ մենք առաջվանն ենք։ Իրեն այդ ամեն ինչը հեշտությամբ ես կզիջեմ։ Երևի մտածում է, որ դեռ փոքր ենք։ Ես ամեն ինչ կտամ իրան, որովհետև ինքը իմ փոքր քույրն է, որ հանկարծ չլացի։ Բայց չէ, Վանյան, մենք մինչև վերջ պետք է պայքարենք, ու այս ամեն ինչը փողի կռիվ չի։
Ես ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի։ Այդքան բան։ Ես քեզ լավ հասկանում եմ ու կիսում եմ քո կարծիքը Աշոտ ջան։ Վանյան, դու ինձ լավ ես ճանաչում։ Ես համեստ կյանքով ապրող մարդ եմ։ Իմ աշխատած ինձ լրիվ հերիքը։ Մի բան էլ ավել։ Ես կանեմ նենց ոնց որ պապաներ ուզում։ Մենք կներես հեսա կգամ։ Բարդ Սոֆա ջան։ Բարև Աշոտ։ Սոֆա ջան, դու որտեղ ես լինում, կարող ենք հանդիպել։ Ես իմ տանն եմ։ Լավ։ Ինչ որ բան ա եղել։ Կգամ կասեմ, լավ։ Ալո, Բարդ ոնց ես։ լավ եմ, դու ոնց ես։ Ես լավ չեմ։ Կարոտել եմ քեզ շատ։ Ու չեմ ուզում եւս մի օր առանց քեզ մնալ։ Ոնց որ գալիս եմ քո հետևից։ Արամ, Ինչ։ Արամ ուզում եմ խոսենք։ Դե դրա համար էլ գալիս եմ, էլի վարդ որ խոսենք։ Արամ, ես չեմ գա այսօր ձեր տուն։ Այսինքն, իսկ ավելի կոնկրետ։ Կգաս կխոսենք։ Լավ։ Արի Աշոտ, արի։ Զանգդ ինձ ճիշտ ասած շատ վախեցրեց։ Մի վախեց։ Եղավ են ինչ սպասում էինք։ Ինչ ա եղել։ Շողերը ժառանգության համար դատական գործ է սկսել։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Ես իրա փոխարեն ամաչում եմ։ Պետք չի ամաչել Սոֆա ջան։ Ինքը անում է այն, ինչը որ ճիշտ է գտնում։ Ես չէի ուզի, բայց կստանա համարժեք պատասխան։ Իրականում ես ամենափոքր բանն ա, որ կարող է լինել։ Ես ավելի վատ բանի էի սպասում։ Ավելի վատ ինչ։ Շողերը լրիվ իրան կորցրել ա։ Իրան ավետն ա օգնում։ Դու ուղղակի չես ճանաչում ավետին։ Չեմ մտավերում։ Բայց ով ուզում է լինի ու ինչ ուզում է անի, այդ ամեն ինչին կա պատասխան, կա հակարված, նենց որ մի վախեցի։ Շողերը լրիվ իրան կորցրել ա։ Իրա այդ վրեժի զգացումը ողբերգական հետևանքներ կարող ա բերել։ Ես շատ եմ անհանգստանում թե քո, թե Վարդի կյանքի համար։ Բայց ինչ պետք է անի, ինչից ես վախենում։ Ուղղակի ես ձեր կյանքի համար եմ վախենում, Աշոտ։ Ես շատ եմ անհանգստանում ձեր համար։ Չեմ հասկանում, ինչ էիր ուզում ասել։ Մենք բան ենք որոշել, հիմա ինչ եղավ, որ միտքդ փոխեցիր։ Երեք այդքան խոսեցինք, այդքան զրուցեցինք ու հասկացանք, որ պետք չի մի օր ավել ձգել ես ամեն ինչը։ Հիմա ինչ եղավ, որ փոխել ես միտքդ։ Արամ, ես ու Դավուդը խոսել ենք։ Ինքը հասկացել է, որ ես ճիշտ էի։ Ինձ ասաց, որ ամեն հարցում իմ կողքը կլինի, որ դեմ չի մեզ։ Պարզ է։ Արդեն հասկանում եմ ինչն է պատճառը, որ միտքը փոխել է։ Դու գիտեիր։ Չէ, ուղղակի գլխի եմ ընկնում ինչի է այդտենց հիմա ասում։ Աշոտն էլ է հասկացել, որ սխալ էր։ Ինքն էլ դեմ չի մեզ։ Ու հիմա էլ կարիք չկա շտապելու։ Ես ուզում եմ, որ ամուսնանանք, որ ամեն ինչ լինի նենց, որ պապաս էր ուզում, որ ես սպիտակ շոր հագնեմ։
Լավ, թող քո ուզածով լինի։ Արամ, ես գիտեմ, որ պապիտ էլ է ուզում, որ հարսանիք լինի։ Ու մեզանից շատ քիչ բան է գնում, որ իրենց կարողանանք երջանկացնել։ Ես ուզում եմ եկեղեցով ամուսնանանք, որպես իսկական քրիստոնյա։ Հոպարս ուզում էր ինձ կնքեր ու չհասցրեց։ Հասկանում ես, Արամ, ես ուզում եմ, որ մենք երջանիկ լինենք, բայց մեր շուրջը բոլորը այդ երջանկությունը զգան։ Ոչ մեկին չես ուզում նեղացնես։ Պարզ է։ Բայց նորից եմ ասում, ես չեմ ուզում ես ամեն ինչը երկարի ու չեմ ուզում գնենք անիմաստ, անկարևոր բաների հետևից։ Արամ, մի նեղացի, հա։ Ես ուղղակի հասկացի, մենք այն ժամանակ շտապում էինք, որովհետև հանգամանքներն էին այդպիսին։ Հիմա մեզ շտապացնող ոչինչ չկա։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ սիրուն լինի։ Ես չեմ նեղանում, Վարդ։ Ուղղակի չեմ ուզում, որ անիմաստ ժամանակ կորցնենք էլի։ Օրը կարող ես դու որոշել։ Ուղղակի նենց, որ ես հասցնեմ շոր գտնել ու կնքվել։ Մի շաբաթ երիք, հա։ Այդքան քիչ։ Դու ասեցիր ես որոշեմ, ես էլ մի շաբաթ եմ որոշում։ Ինչքան։ Մի շաբաթ նորմալ չի 7 օր։ 8 լավ։ Լավ, համաձայն եմ։ Սոֆա ջան, իմ գործի բնույթը հանցագործների հետ շփումն է։ Ես գիտեմ իրանք ինչ են մտածում, ինչ են անում։ Խոսք կա, չէ՞։ Ասում է ամենաավոր վերջաբանը ավելի լավ է, քան չավարտվող վախը։ Նենց որ ամեն ինչ լավ կլինի նենց ոնց որ պետք է։ Դու մի վախեցի, ես կարող եմ պաշտպանել թե ինձ, թե Վարդին։ Ես դեռ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է վերջանալու։ Լավ կլինի, մի մտածի։ Աստված ձեր հետ։ Ապրես, մեր հետ է։ Ես մտածում եմ, որ շողերը հետ է գալու։ Ու եթե գա, կխնդրեմ ինձ տեղյակ պահես։ Ու կխնդրեմ, որ հանդիպում կազմակերպես։ Եթե հնարավոր է։ Կնեղանա, բայց ես կանեմ։ Շնորհակալ եմ։